տեսեք դուք հետաքրքիր բան նկատեցիք, որ նախկինում էլ բռնաճնշումներ կային, հիմա էլ կան, դուք ուզում եք հասկանալ, թե որն է տարբերությունը եւ ինչու է այսօրվա բռնաճնշումները ինչով են տարբերվում եւ քանակով ինչու են ավելի շատ, չէ՞։ Ես ընդհանրում եմ այդ հարցը ձեզ հետաքրքիր։ Տեսեք, եկեք մի քիչ ավելի օբյեկտիվ դուրս գանք անձերից, հա, պատկերացնեք Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, ամենը ունի իր տեսակետները, լավ, վատ, բան, բայց եկեք համաձայնվեք, որ նրանց կառավարման ժամանակ Հայաստանում երբևիցե աշխարհաքաղաքական պայքար Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ այս մակարդակի չի եղել։ Դա ինչ է նշանակում, որ իրանց կառավարման ժամանակ Հայաստանը մանրադրամի դեր չի կատարել։ Այսինքն Հայաստանում իրենք իշխել են, փորձել են իրենք ընդդիմադիրներին ճնշեն, որպեսզի լավ իշխեն, բայց իրենց մոտ չի եղել խնդրեմ, բան այդ այնպիսի խնդրեմ, որ Հայաստանի անվտանգության լրջագույն խնդիրին եւ իրանք ստիպված Արևմուտքի եւ Ռուսաստանի արանքում պետք է ինչ-որ մեկի մանրադրամը դառնա։ Սա շատ կարևոր խնդիր է, որ պետք է մենք բոլորս հասկանանք։ Ինչը որն է տարբերվում այսօրվա իշխանության պարագայում։ Ինչու է այսօրվա իշխանության բռնաճնշումները անգամներով ավելի շատ։ Ոչ թե այն բանի պատճառով, որ այս մարդը ավելի վատն են կամ նրանք ավելի լավն են, ոչ։ Տեսեք, նրանց ժամանակ, քանի որ իրենց իշխանությունը Արևմուտքի անդրադրամը չէր, Արևմուտքը չուներ մեծ ցանկություն իրենց բոլոր քայլերը արդարացնելու։ Այսինքն Արևմուտքը փորձում էր, այսպես ասած, առևտրի մեջ մտցնել, ասենք, ընտրությունների ժամանակ ճանաչում ենք, չեն ճանաչում, եթե ասենք, օրինակ եմ ասում, նախագահներից որևէ մեկը փորձեր այս մակարդակի բռնաճնշումներ ասել, Արևմուտքը մեկումից կարձագանք էին, կասեին դու շատ ես գնում, պետք է մի քիչ գնաս, այնտեղ կային կառույցներ, հիմնադրամներ կային, չէ՞, ասենք, այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության, որոնք զսպող դեր էին կատարում, որոնք արևմտյան շրջանակների կողմից աջակցություն էին ստանում, չէ՞։ Այսինքն կար որոշակի զսպաշապիկ։ Մի կողմ թողնենք, թե նախկին նախագահներից ով կարող էր ավելի շատ գնալ, բայց իրենք գիտեին, որ շատ գնալով իրենք կարող են, այսպես ասած, բախվել, այսպես ասած, կոնտր։ Հիմա այս մարդը առաջին անգամ չունի այդպիսի խնդրեմ։ Իրեն արևմտյան կառույցները անվերապահ աջակցում են, ոչ միայն աջակցում են, ոչ միայն զսպաշապիկի դեր չեն կատարում, իրանք ասում են շարունակի ավելի մեծ մասշտաբների։ Ինչի՞։ Որովհետև այդ այսօր Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ կա մեծ կոնֆլիկտ, գիտեք, Ուկրաինայի հետ կապված, եւ արևմտյան երկրների համար ավելի գերակա է դարձել երկրներում ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման համար պայքարելը։ Հիմա այս մարդը, քանի որ ինքը ունի լրջագույն խնդրեմ, պատերազմում պարտվել է, հասարակության մեջ շատ բացասական ընկալում ունի, տարբեր չբացեն փակագծերը, ինքը հասկացել է, որ իր իշխանության պաշտպանության համար ինքը պետք է հենվի Արևմուտքի վրա եւ ինքը պետք է կատարի Արևմուտքի այն պահանջները, որ ինքը տալիս է։ Ինքը դա կատարում է, Արցախի հանձնումը, բազմաթիվ զիջումներ, բոլորը տեսել ենք, հանուն նրա, որպեսզի Ռուսաստանի դերը նվազի այս տարածաշրջանում, որը ողջունվում է Արևմուտքի կողմից։ Դրա համար ինքը ստանում է գին իր իշխանությունը ցանկացած գնով աջակցելու եւ ինքն էլ հայտարարում է, ասում է, որ գիտեք ինչ, քանի որ կա վտանգ Ռուսաստանի կողմից հիբրիդային, ուրեմն ես պետք է լրտեսներ բռնեմ, պետք է չգիտեմ, սրանց բռնեմ, թալանչիներ, ինքը բոլորին հայտարարում, ինքը ստացել է ինդուլգենցիա, բոլորին հայտարարել լրտեսներ, թալանչիներ, չգիտեմ, կոռուպցիոներներ եւ այլն եւ այլն։ Ինքը փաստացի այդ ինդուլգենցիան Արևմուտքի ստացել է, որը նախկիները չունեին։ Եթե նախկիները ունենային, միգուցե իրանք էլ կարող էին դառնալ այդպես, բայց հիշեք, նախկինում որևէ ղեկավար ասել է, որ իմ դիմադրի մեզ պետք է սպանեն, գնդակահարեն։ Նման բան տեսել եք, եթե նախկին նախագահներից որևէ մեկը նման բան հայտարարեր ընտրությունների ժամանակ, իրեն ուղղակի կհանային պերսոնա նոն գրատա բոլոր իմաստով, աննախադեպ բան է, նման հռետորաբանությամբ հանդես էր գալի Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում, բոլշևիկները 17 թվականին, որ ասում են թե բանը այդ բոլոր բաները հակառակորդային, ես ուրիշ նու ասենք կարող եմ Մաո Ձեդունին հիշենք, չգիտեմ կարող ենք հիշեմ Պոլ Պոտին, բայց սենց բառապաշար ես չեմ հիշում Հայաստանում, չգիտեմ, նույնիսկ Ադրբեջանում կամ Վրաստանում, որ այս տիպի մակարդակի բառապաշար, սա աննախադեպ իրոք է, սա խայտարակ, սա ամոթ է մեր բոլորիս համար։ Մենք փաստացի ցույց է այս պատկերի մեջ աշխարհը արձանագրեց, որ մենք շատ թեր զարգացած հասարակություն ենք, կներեք սենց ասեմ ձեզ, մենք խորը, կներեք գեղցիական թեր զարգացած հասարակության մեջ ենք եւ փաստացի հանդուրժում ենք այս ամենը, սա խայտարակություն է ուղղակի։ Շնորհակալություն։